Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հարգելի գյումրեցիներ, համայն հայություն։ Ուրեմն ինձ հրավիրել են այսօր քննչական կոմիտե, Շիրակի մարզային վարչություն, կրգին քննիչ Միքայել Ավետիսյանը։ Ինձ հայտնի չէ ինձ հրավիրելու նպատակը։ Երեք ոստիկան մարզային վարչությունից քաղաքացիական հագուստով եկել են անհանգստացրել են իմ մամային, որը բարձր ճնշումով պառկած է եղել, եւ ասել եմ, որ այսօր ժամը 9:30 ես պիտի լինեմ այս տխրահռչակ կառույցում։ Ես ներկայացել եմ իմ փաստաբանի հետ, իմանալու, հասկանալու համար, թե ինչն է պատճառը։ Իսկ նաեւ հասկանալի չի, թե պետությունը ինչի է այդքան ծախս անում Լիլիթ Աղեկյանի վրա, որ 3 ոստիկան ուղարկում է, փոխանակ կարող էին դա փոստով ուղարկեին այդ ծանուցումը եւ այլն։ Այդ հրատապությունն ինչու՞մ է։ Հիմա մենք կմտնենք ներս, կտեսնենք թե ինչ է տեղի ունենում եւ ինչի են ինձ առհասարակ հրավիրել։ Մենք գնաց։ Բարև ձեզ։ Մենք կարող ենք ճշտել Միքայել Ավետիսյանը պատրաստ է ընդունել Լիլիթ Աղեկյանին։ Այո։ Ճշտեք մի հատ։ Ինչպես։ Այստեղ միտն է գարանեք։ Ինչու։ Որովհետև չի թույլատրվում։ Ես կզանգեմ տեղյակ բայել։ Տեղեկացրեք։ Մեզ որ ասեք օրենքի որ կետով չի թույլատրվում, մենք այդ օրենքին կենթարկվենք։ Մենք օրինապաշտ քաղաքացիներ ենք։ Սա։ Հա։ Դա։ Ձիրան Մենակ դի բարձրանալ։ Ինչպես փաստաբանի հետ։ Ան ազգանուկսեք ձեր։ Իմ Աղեկյան Լիլիթ, ինքն է հրավիրել։ Չէ, փաստաբան։ Փոստանջան Զարուհի։ Հա, Կոստանյան Զարուհի։ Հա։ Փե Փոստանջան։ Հա։ Դուք չեք կարող բարձրանալ մենակ Լիլիթ Աղեկյանը, բայց փաստաբանը կա բարձրանալ։ Այսինքն ինչ փաստաբան կուգա, մենք չգիտենք ինչի համար են հրավիրել, մենք եկել ենք հիմա ճշտենք։ Հա, կուգա, կզանգեմ։ Մենք կուգա, ով կուգա։ Քնիչի հետ ճշտեք։ Ինչպես։ Քնիչի։ Քնիչը հիմա մեզ հրավիրել է, ինչ պատճառով է հրավիրել, պատճառը կասի քնիչը, մենք կարող Դա ենք ճշտեք, ինչի համար է հրավիրել։ Քնիչը կասի, ես չեմ կարող։ Դե հիմա մենք եկել ենք, բայց իմանանք, ես եկել եմ, որպեսզի իրավաբանական օգնություն ցույց տամ Լիլիթ Աղեկյանին։ Հա, Փաստաբանը Զարուհի Փոստանջանն է։ Րոպե է, մենք այդ ժամին եկել ենք, քնիչը հիմա ուր է, ուր է քնիչը։ Դե ասեք, որ Դե ասեք, որ 9:30 աշխատանքից կտրվել եկել ենք։ Տեսեք, ես քննչական կոմիտեի այս կառույցը օգտագործվում է փաստորեն ռեժիմի կողմից իր նպատակները սպասարկելու, իր նպատակներին հասնելու, այսինքն համար։ Ինչի համար է օգտագործվում, իրենց նպատակների համար են օգտագործվում։ 9:30 է, բայց ժամանակը, այսինքն մեզանից խլել են, այս ժամանակը թանկարժեք, բայց պարզվում է, իրենք չեն ընդունում Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը իր աշխատանքը թողել է, ես իմ աշխատանքը թողել եմ, եկել եմ Գյումրի, ժամանակը մեր գողանում է, ինչպես։ Որ կողմի վրա սպասենք։ Այս կողմը դեռ աշխատանքի մեջ են չխանգարում։ Մենք ձեր աշխատանքներին իհարկե չենք խանգարում, ձեր այդ լուրջ աշխատանքներին, որ հանիրավի մարդկանց հրավիրում եք քննչական կոմիտե։ 9:30 եկել ենք, 9, այո։ Եվ եկել են փաստաբանից հետ, ինչի չի ընդունում, մեզ հայտնի չէ։ Ժամանակը մեզանից գողանում են, բայց իրենց գործառույթները չեն իրականացնում։ Ինչպես։ Ներկայացրեցի չէ որ ընդունում եք։
Չգիտենք, արդեն քանի րոպե է անցել չեմ։ Անջատեք, սպասեք, մինչև Բայց մենք հիմա արձանագրում ենք, որ քանի րոպե մեզ չեն ընդունել։ Հա, քանի րոպե որ Այո, եկել ենք, մենք ժամանակին եկել ենք, մեզ չեն ընդունում։ Քննիչը ապօրինություն է գործում, չի ընդունում քաղաքացուն, որին հրավիրել է։ ներկայացրեցի, չէ՞։ Չէ, մեզ ձեր ներկայացրածը մենք հիմա արձանագրում ենք, որ չի ընդունում։ Այսինքն, ինձ հրավիրել է, բա ինքը ուր է։ Մենք չգիտենք, հիմա մեզ հրավիրել են ինձ, բայց գործառույթներ չեն իրականացնում։ Այսինքն, մեզ կտրել են աշխատանքից, բերել են այստեղ, բայց ինչի համար պարզ չէ։ Ընդորում էլ ասում են, որ փաստաբան պետք է, ինչ էլի իրանց հերթական բարձու փաստաբանը։ Ես չգիտեմ, եթե իրանց հերթական բարձու փաստաբանը պետք է գա, մի վարքյան, կարգը հետևյալն է, ինձ հրավիրել է, ասեք, ինչպես ներկայացրեցի, մեկ քանի րոպե սպասեք։ Այո, քննիչը ապօրինություն է, մենք արձանագրում ենք, քննիչը ապօրինություն է գործել։ Հա, Հանրային պաշտպանի գրասենյակից Պետրոսյան, կներեք ձեզ ով է հրավիրել։ Ինչ իրավունքով է հրավիրել։ Պաշտպանի գրասենյակի ղեկավարը որոշում է կայացրել ձեզ պաշտպան նշանագիրի մասին։ Ես հանրային պաշտպան իրենից չեմ խնդրել, որ ինքը նշանագել ենք, ինչ իրավունքով առանց ինձ հարցնելու ձեզ նշանագել է հանրային պաշտպան։ Ես ունեմ իմ փաստաբանը, փաստաբանի հետ եկել եմ, հեշտական ապօրինությունն է սա իմ նկատմամբ, այս անգամ էլ ցավոք ես չեմ ճանաչում, դուք եք ներքաշվել։ Ես ունեմ իմ փաստաբանը, ինչի հիման վրա ինքը եւ դուք առանց ինձ հարցնելու ներգրավել եք այս գործում։ Ով է ձեզ թույլ տվել ներգրավել իմ այս գործում, առանց ինձ հետ խոսել, այստեղ պիտի մենք հանդիպեինք իրար հետ։ Բայց դուք Զարգի նյութերին ծանոթ եք։ Ոչ, ծանոթ չեմ։ Բա ինչու եք եկել։ Պետք է ծանոթանամ դեռ կան։ Ոնց դուք գալիս եք ես պաշտպանելու, դուք ինչ գիտեք։ Այսինքն ինչի եք եկել։ Հա, ինչի եք եկել։ Չեք ուզում հանրային պաշտպան։ Չէ, դուք պատասխանեք հարցին, ինչի եք եկել։ Ներգրավել եմ հանրային Ով պաշտպան։ է ձեզ ներգրավել, ցույց տվեք ներգրավան որոշումը, ցույց տվեք։ Հələ տեսնեմ այդ ապօրինությունը ով է։ Անգիրը նաև ցես։ Ոչինչ, ոչ մի բան չի եղել, ես ձերդուրան ոնց է։ Ու բայց ես չեմ ստացել։ Լիվարդյան, ծանոթում եք դուք գիտեք որ ես չեմ ստացել, դուք արդեն իսկ եկել եք ստեղ։ Որ չեք ստացին չեք եկել։ Որովհետև ինձ ասվել է որ ես պետք է գամ երեք ախտագողի ոստիկանները։ Երեք ոստիկան է այցելել Լիլիթ Աղեկյանի բնակարան եւ մայրիկին փոխացել է, որ Լիլիթ Աղեկյանը ինձ պետք է լինի։ Ես էլ եկել եմ, ոչ գիտեմ ինչ գործողություն է, ոչ գիտեմ ինչ գործողություն։ Ես նրա փաստաբանն եմ։ Փաստաբանս է։ Բայց դուք մի հատ չիմանաք ինչի համար եք գալիս։ Ձեզ ով է ներգրավել։ Դուք ստեղ Եգրոս Մանասյան արծում եք խաղում։ Չկբարձեցեք ձեր ցայնին վրա։ Դուք եք ինքներ բարձր։ Դուք եկել եք ստեղ Մանասյան արծում եք խաղում։ Ես ոչ Հա ներդրված, վճարված, որ իմ խոշտանգումներին մասնակցում էր ու լռում էր։ Հիմա ձեզ են բարձել ստեղ։ Ես չեմ բարձր։ Բայց չեք եկել։ Բա դուք մի հատ ինձ հետ կապի դուք չեք գալիս, ասեք ես եմ բակվա գործով հանրային պաշտպանն եմ։ Ձեր անձնական տվյալները երախտության համար չգիտեմ։ Այո, իհարկե դուք հարտավորը կնդերից ճշտել, իսկ կնդերից չեք ճշտել։ Ով ձեզին ներգրավել է նրանից, դա ձեր օրինական պարտականությունն է, այո։ Հիմա գնանք։ Ոչ, ես ձեզ ոչ մի գործողության չեմ Ասեք, մասնակցել։ քննիչ եք ասեք, որ ինձ հետ չեք մասնակցելու, Ես քննիչը փայլուն գիտի եւ դուք էլ իմացեք։ Դուք ձեր գործառույթները չգիտեք, որ դուք ձեր պաշտպանյալի հետ կապի դուրս գաք։ Ես կապի դուրս կգամ, երբ դուք ցանկություն հայտնեք, որ լինեմ ես ձեր պաշտպանը։ Չհասկացա, բա հիմա ինչ եք եկել ստեղ։ Որ իմանամ ցանկություն հայտնում եք, թե չէ։ Դրա համար դուք կարող եք ճշտել կամ քրություն ուղարկել, որ դուք ինձ Ձեզ գրություն ուղարկվել եք։ Ոչ չեք ուղարկել, ոչ եք ստանամ։ Բա որ դուք ցանություն չունեք, որ ես ստացել եմ, դուք ո՞նց եք ստարա հիմա վրա ստեղ եկել։ Ավետյան, ինչ եք ուզում։ Դուք չեք հասկանում։ Ես այսքան ժամանում ցած բացատրում եմ։ Կես ժամ է խոսում եք, ես չգիտեմ։ Կես ժամ չէ, 5 րոպե։ Հա, 5 րոպե։ Բացատրում եմ հոտապաշ հայրենով։ Դուք իրավունք չունեք ներգրավելու այս գործով։ Դուք ինձ հետ որևէ կապի դուրս չեք եկել։ Մի բարկյան։ Գարաժվարում եւ ձեր վրա փողոք կկարեք դուք ինձ հետ կապի դուրս չեք եկել։ Քննիչի պարտադրանքով եկել եք ստեղ։ Այո, ապայման, քննիչի պարտադրանքով եկել եք ստեղ։ Առանց ինձ հետ կապի դուրս գալու։ Ես եկել եմ, որ իմանամ դուք ուզում եք հանրային պաշտպան Պետրոսյանի որպես դուրս գալու, դուք ինձ գործից կտրել եք եկել եք, որ դա իմանաք։ Ով է գործից կտրել։ Ինձ, դու։ Ես եմ կտրել։ Քննիչը, այո։ Ես եմ դες կանչել այո, ես չգիտեմ, ինչ եք եկել բա դուք։ Եթե դուք չեք կանչել, չեք եկել ստեղ։
ծառայում եմ պարոն Պետրոսյանին, որը ինձ հետ բացարձակ կապի երբեք դուրս չի եկել այս օրերի ընթացքում ու հանկարծ ստեղ 20-10 րոպե անց հայտնվում է, որտեղ իրան կանջել են։ Մենք կարող ենք ձեզանից ճշտել, ձեզ երբ են ծանոթել, որ դուք փաստաբան եք։ Դե խնդրում եմ մի հատ բացատրեք, ես որովհետև Լիլիթ Աղակյանի փաստաբան եմ, ինձ բացատրեք, այո։ Բացատրեք, փաստաթուղթը, սպասում Լիլիթ Աղակյանը, երբ ցանկություն կհայտնի, ունենալ հանրային պաշտպանը, եւ երբ ցանկություն կհայտնի, որ ես լինեմ իր պաշտպանը, դա ինչ բացատրեք։ Չէ, մենք մինչև Լիլիթ Աղակյանի ցանկության հայտնելը մենք ուզում ենք իմանալ, դուք ոնց եք ներգրավել այս գործում, ոնց եք ձեզ ծանոթացել, էլի, դեռ չեք ներգրավել, հա։ Լիլիթ Աղակյանը ունեցել է Կամ է ներգրավել եք, ես չգիտեմ։ Համարը Բաղդասարյանը, ճիշտ է։ Թամարա Բաղդասարյանից ես հրաժարվել եմ, ինձ պաշտպան չի եղել։ Դա դու իմանալ։ Համարը Բաղդասարյանը, Թամարա Բաղդասարյանն ինձ պաշտպան չի եղել։ Հիմա Դու հասցրեք էլի նշանակել է այս քննիչը։ այս քննիչը չի նշանակել հանրահավաքություն։ Էրի Աբովյանին նշանակած Աբովյանի տարբերություն քննիչներ չի նշանակել։ Ուրեմն դուք գործից անտեղյակ եք։ Աբովյանի քննիչը հետը ձերքի տակ Թամարա Բաղդասարյանին առած եկել են Աբովյան։ Դա է գործն է դուք։ Կորեկտ արտահայտել։ Գործն է։ Ձեր գործ կորեկտ արտահայտել։ Գործն է, այո, կորեկտ եմ արտահայտում, քննիչի կողմից վարձված եկել է Աբովյան քելակատական հիմնարկ։ Էլի ձեր կարգավիճակով պարոն Սիմոն Պապայան, ես ինչ է կատարվում ձեր հիմնարկում։ Դուք ծառայում եք հանրային պաշտպաններին, թե դուք ծառայում եք բաներին։ Ներից եք կբացատրեք ոնց։ Թամարա Բաղդասարյանը նշանակված է եղել իր հանրային պաշտպան։ Քանի որ գործը քննվում է այստեղ, հանրային պաշտպանի գրասենյակը, ներգրավել է նաև ինձ, որտեղ Այսինքն դուք արդեն երրորդն եք այս նույն գործով ես չեմ ներգրավել։ հաշվում, թե ես որ Մենք ենք հաշվում։ Դուք երրորդն եք։ Հա, երբ ձեզ այդ մասին տեղեկացվեց։ Ինչը տեղեկացվել։ Որ փոխվել է ինչ-որ իրավիճակ է Հիմա փոխվել։ ես այստեղ չեմ կանգնած այս հարցը զրուցել։ Չէ, մեզ հետաքրքիր է, որովհետև մեր իրավունքների հետ կապված խնդիր է առաջացել։ Պարզաբան է, բայց ոչ Բայց հիմա Լիլիթ միջանցքում կանգնած։ Ես Լիլիթի փաստաբանն եմ։ Հիմա մեզ պարզաբանեք, որ մենք իմանանք մեր վարքագիծը ինչպես դրսևորենք։ Ինչ պարզաբան։ Պարզաբանեք ոնց դուք տեղեկացաք, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է այստեղ լինեք։ Որոշում է կայացվել, ինձ նշանակել։ Այդ երբ կայացվեց այդ որոշումը, ասեք, եւ դուք երբ ծանոթվեցիք այդ որոշման մասին։ Եվ երբ ծանոթվեցիք, որ հիմա պետք է 9:30 այստեղ Ես լինեք։ երեկոյան եմ ծանոթացել, որ ես 9:30 պետք է այստեղ լինեմ։ Իսկ ինչպես ծանոթվեցիք։ Ոնց։ Քնիչը ձեր ինչպես։ Հեռախոսազանգը։ Ձեր հեռախոսազանգը ուներ քնիչը։ Այսինքն տենց կապի մեջ եք, որ հեռախոսազանգով ծանոթ Կոստանջան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան եմ։ Այո։ Դուք մտածում եք, ես մենակ ես իմ առաջի գործն եմ կամ Չէ, ես չեմ Պարոն Սիմոն Պապայան, բաղդակին վերջ տվեք, ես ինչ է կատարվում ձեր կառույցում։ Դուք ծառայում եք ում։ Ինձ դուժողից հումոր խոշտանգել են, թե ձեր բոլոր փաստաբանները քննիչի ձեռքի խաղալիքներ են։ Հիմա տեսեք, մենք խնդիր ունենք։ Ձեր խնդիրը դիպներ կբարձաբանեք։ Չէ, մենք, այսինքն ձեր խնդիրն են այ։ Չեք ուզում։ Դե հիմա բարձրանում ենք քննիչի մոտ։ Դուք եք բարձրանում եւ այսպես որ Աբովյանը Դուք մենք այստեղ ենք, ձեր գործողություններ մենք չենք կարող իրականացնել, որովհետև դուք կապի մեջ եք եղել քննիչի հետ, որի նաև մեր համար անբացատրելի է այդ կապը, թե ինչու է ձեզ քննիչը զանգարում գիշերով։ Որոշումը ստացել է նաև քննիչը։ Ես չգիտեմ քննիչը ինչ որոշում է ստացել։ Դուք եք քննիչի հետ մտերին, դուք գիտեք թե քննիչը ինչ որոշում է ստանում։ Ես իմ աշխատանքային պարտադրանքից Եթե մտերին չեք, ձեզ քննիչը չեք կարող հեռախոսով զանգահարել։ Իրավորյալ չէ ձեր, բարձաբանում եմ իմ Այդ քննիչը նույն ձեր Հիմա այստեղ ես բարձր չեմ քննիչի կողմից։ որովհետև դուք ինձ հետ Դուք եթե երեկոյան տեղեկացված Ես եք, պաշտպանը պետք է լինեմ, որ կավի դուրս գա։ եթե պաշտպանում եմ, դուք կարող եք զանգեիք, ասեիք նաև ոնց որ քննիչն է ձեզ զանգում։ Ինչո՞վ զանգի։ Ինչով կուզեք զանգեք, բան դե եթե քննիչի եք տենց մտերին եք, կարող եք Նախապես իմ հեռախոսը քննիչի մոտ է արքայավված, իրանից շշտեիք իմ հետ ոնց է կապի դուրս գալիս։ Չհասկացա, իմ էմոցիոնալ դրսևորումները, դուք եք ձեր կողմով։ Ես ձեր կողմով չեմ։ Սա ինչ է ձեր, չէ՞, ո՞ր է։ Այս իմաստը ո՞րն է դեմագոգիա։ ներեցեք դուք գնացեք ձեր գործը շարունակեք։ Ինչ գործ։
Ինչի համար եկել եք։ Մեր սեղանների կետ չունենք։ Ինչի համար եկել եք։ Հիմա թող ինքը գնա, մենք քննիչին տեղեկացրեք, որ ձեր հետ որևիցե գործառույթ Լիլիթ Աղետյանը հրաժարվում է իրականացնել։ Ձեր խնդիրը։ Պարոն Սիմոն Բաբայան, ինչ է կատարվում։ Ինչ եք ուզում դուք հանրային պաշտպան եք, դուք փաստաբանների պալատ եք, թե դուք կանտորկա եք ընդամենը, որտեղ որ կան մարդիկ, ամենայն հավանականությամբ լավ վճարվող, որոնք որ ծառայում են քննիչներին եւ դատախազներին։ Որևէ մեկը ձեր պաշտպաններից հանրային ինձ երբեք չպաշտպանեց, իմ խոշտանգումների հետ կապված որևէ մեկը արձանագրություն չկազմեց։ Ուրա Արտյոմ Մանասյանի հետ կապված ձեր վարույթը։ Ես ձեզ 3 անգամ գրել եմ, որ դուք պետք է իրան զրկեք լիցենզիայից։ Այդ տղան է նպաստել, որ ինձ տարել են կալանքի։ Պարոն Սիմոն Բաբայան, էս ինչ է կատարվում։ Թամարա Բաղդասարյանին բերեցիք, կապեցիք իմ գլխին։ Թամարա Բաղդասարյանը Աբովյանով եկավ, մտավ դատարան, նստավ, քաջ իմանալով, որ Փոստանջանն է և դուք եք պարոն Սիմոն Բաբայան, գիտեք, որ իմ պաշտպանը Տիգրի Փոստանջանն է։ Մտնում է Փոստանջանը քրեակատարողական հիմնարկ, ձեր հանրային պաշտպանը իմանալով, որ ինքն է Փոստանջանն է իմ պաշտպանը, մտնում է քննիչի հետ, ինձ հետ քննչական գործողության, մի հատ կբացատրեք սա ոնց է լինում։ Այսինքն իմ փաստաբանը դռների մոտ կանգնած, քննիչն էլ գիտի, ասում է ես զանգել եմ Փոստանջանին, բայց հետը բերում է հանրային պաշտպան։ Էս ոնց է պարոն Սիմոն Բաբայան։ Էս դուք ես ինչ եք անում։ Պետության փողերը էս դուք ո՞ւմ վրա եք ծախսում։ Էս կարգի մարդկանց։ Դե մենք է բարձրանանք, տենանք ինչ ասում քննիչ եղեք։ Մենք եկել ենք մեր պարտականություն